Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։ Հաշվետու ժամանակահատվածի բյուջեի ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 108 միլիարդ դրամ։ Բյուջեով հաստատված 105 միլիարդ դրամ, ցուցանիշից 3.8 միլիարդ դրամով ավելի, 2024 թվականի նկատմամբ 7.8 միլիարդ դրամով ավելի, որից ընթացիկ ծախսերը կազմել են 102 միլիարդ, իսկ կապիտալ ծախսերը 6.8 միլիարդ դրամ։ Ֆինանսական ցուցանիշներին զուգահեռ ներկայացվել են նաև նախարարության իրականացրած բարեփոխումները, անվտանգության ոլորտում արձանագրված արդյունքներն ու ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները։ 2025 թվականը ներքին գործերի նախարարության համակարգի համար նշանավորվել է մի շարք կարևոր ձեռքբերումներով։ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը որպես հայկական կողմի գլխավոր բանակցող պաշտոնապես ստացել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Արմեն Մկրտչյանի խոսքով շարունակվել է ոստիկանության նկատմամբ հանրային վստահության աճը, ցուցանիշը 61%-ից հասել է 68-ի, միաժամանակ հանցավորությունը նվազել է 3.2%-ով, մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել հանցավորության կանխարգելման ռազմավարությունը։ Ոստիկանության բարեփոխումների կարևոր փուլերից մեկը ոստիկանության գվարդիայի գործարկումն էր, որը ամբողջացրել է համակարգի վերափոխման առանցքային ուղղությունները։ Արդյունքներ են գրանցվել նաև բարեկային ծառայության գործունեության շրջանակում։ 2025 թվականի ընթացքում բարեկային ծառայության կողմից հայտնաբերվել եւ բացահայտվել է հանցագործության 14747 դեպք։ Սևանա լճի էկո համակարգի պահպանման ուղղությամբ ձկնորսության արգելքի ողջ ժամանակահատվածում արգրավել է 4.5 տոննա ապօրինի որսած ձուկ։ Փոխնախարարի խոսքով դրական տեղաշարժ արձանագրվել նաև ճանապարհային անվտանգության ոլորտում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 2 տարվա արդյունքներով խնայվել է 95 մարդու կյանք։ Նրա ներկայացմամբ արդյունավետ աշխատանք է կատարվել նաև հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, քրեական ոստիկանության բացահայտած դեպքերով պետության եւ համայնքներին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 25 միլիարդ դրամ։ Արմեն Մկրտչյանը նշել է նաև, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտվել են կեղծ ներդրումային հարթակների միջոցով համակարգչային հափշտակություններ իրականացնող 4 խոշոր հանցավոր խմբեր։ Շարունակվել է նաև պայքարը թմրամիջոցների եւ զենքի ապօրինի շրջանառության դեմ։ Այս ուղղությամբ ընդունվել է ոլորտային ռազմավարությունը, իսկ իրավապահների իրականացրած միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերվել է նաև համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 460 դեպք։ Արդյունքներ են գրանցվել նաև զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում, արգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր հանձնվել է 2246 միավոր հրազեն։ Նախարարության ուշադրության կենտրոնում են եղել նաև ուսումնական հաստատություններում արձանագրված իրավախախտումները։ Այդ դեպքերի վերաբերյալ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացվել 9 միջնորդություն։ Միաժամանակ շարունակվել է համակարգի կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքը, ատեստավորման գործընթացը հաջողությամբ հաղթահարել է ոստիկանության 4921 եւ փրկարար ծառայության 943 ծառայող։ Փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ մշակվել եւ հավանության է արժանացել ծառայության զարգացման հայեցակարգը, հաստատվել են ծառայողների վարքագծի կանոնները։ Մեղրաձորում եւ Արագածավանում ձևավորվել են կամավորական հրշեջ փրկարարական հենակետեր, ձեռք է բերվել հրշեջ փրկարարական 18 նոր ավտոմեքենա։ Փրկարարների աշխատանքի արդյունքում փրկվել է 202 մարդու կյանք։ Ներքին գործերի նախարարությունն իր մանդատի շրջանակում շարունակելու է կյանքի կոչել բյուջեով նախատեսված ծրագրերն ու միջոցառումները, լավարկել քաղաքացուն մատուցվող ծառայությունները։